Ողջույն բարեկամներ, եւ այսպես կայացավ Ջեդի Վենսի այցը Հայաստան եւ Ադրբեջան, կարելի է ամփոփել արդեն արդյունքները եւ անցնել առաջ, հստակ հասկանալով եւ ձևակերպելով մեզ ինչա պետք, ինչ ունենք եւ ինչա մեզ պետք անել իրական արդյունքներ ունենալու համար։ Սկսենք Դոնալդ Թրամփի հայտարարությունից այս այցի վերաբերյալ, տեսնենք ինքը ինչ ասում։ Եվ այսպես Դոնալդ Թրամփը շատ ոգևորված է այս այցից, incredible moment, fantastic ասում եմ, չտեսնված պահ Ջեդի Վենսը Հայաստանում, որը քրիստոնեության օրանն է, շեշտման մասին, ու սա շատ կարևոր, չափազանց կարևոր այց է աշխարհի մակարդակում, եւ սա արևմուտքի մուտքն է Հայաստան, ասենց ասեմ, Դոնալդ Թրամփի բնորոշությամբ։ Այսօր ես կարդացել եմ նաև այդ մասին, որ շատերը Դոնալդ Թրամփին իրոք ներկայացնում են արևմտամետ գործիչ եւ որ Հայաստանը գնում է դեպի արևմուտք Նիկոլ Փաշինյանը։ Ես միանգամից ձեզ պետք է հիասթափեցնեմ, եթե դուք չեք հասկացել ով է Դոնալդ Թրամփը։ Դոնալդ Թրամփը արևմուտք չի։ Դոնալդ Թրամփը նույնիսկ ամերիկան չի։ Դոնալդ Թրամփը դա Դոնալդ Թրամփն է։ Մանկապիղծ Էփշտեյնի կլիենտներից։ Ոչ միայն մանկապիղծ, մարդակեր, հա, մանկական երեխաների արյունով եւ մսով սնվող հանցագործ։ Սա է Դոնալդ Թրամփը։ Սրա մասին ես իհարկե վերջում ապայման խոսամ, բայց ովքեր մտածում են, որ Դոնալդ Թրամփը դա արևմուտքն է, կամ քաղաքականությունից չեն հասկանում, կամ էլ իրանց թվում է, որ իրոք ամբողջ արևմուտքն է Դոնալդ Թրամփ։ Ես դեռ այդ կարծիքին չեմ, ինչ եմ ասում դեռ, որովհետև ես չէի մտածում, որ Ամերիկայում հնարավոր է ունենալ Դոնալդ Թրամփ, ընդհանրապես, հա, 1 տարի առաջ առնվազն։ Հիմա ես չեմ հավատում, որ ամբողջ արևմուտքն է, ամբողջ Եվրոպան է Դոնալդ Թրամփ, որովհետև տեսնում եք ինչ դիմադրություն կա եւ ինչ հետաքննություններ է սկսել, բոլոր են մարդակերների հանցագործների նկատմամբ, որոնք Դոնալդ Թրամփ են, այսինքն իրական արևմուտքը իմ պատկերացումով Եվրոպան մերժում է իր թերություններով հանդերձ մերժում է Թրամփիզմը, հանիբալիզմ, պետաֆիլիան, մանկապարտությունը եւ այլն եւ այլն։ Բայց սա թողենք անցնենք քաղաքականություն։ Եվ այսպես Դոնալդ Թրամփը շեշտում է, որ գնացել է քաղաքակրթության օրան քրիստոնեական առաջի երկիր եւ մոռացել է շեշտի, որ այդ ընդամենը այդ քրիստոնեական առաջի երկրում 2 տարի առաջ ցեղասպանեցին եւ էթնիկ զտում իրականացրեցին իր ընկերները, այսօրվա իր պարտներները, որոնց հետ իր գովացած Ջեդի Վենսը գնացել եւ համապարփակ խորքային պայմանագիր է կնքել։ Ինչպես հասկանանք սա։ Ինչպես հասկանանք սա, երբ որ մեկը կարևորում է քրիստոնեությունը, կարևորում է խաղաղությունը, կարևորում է արևմուտքի հետ շփումները Հայաստանի եւ միևնույն ժամանակ չի նկատում, որ հենց ընդամենը 5 տարի առաջ, 2 տարի առաջ այս նույն ժողովրդին ցեղասպանել են։ Չգիտի, իհարկե գիտի, բայց ինչպես սկզբից ասեցի, սա Դոնալդ Թրամփն է։ Եվ միանգամից առաջ անցնելով ես ուզում եմ բոլորին մի հատ սառը ցնցուղ բոլորի վրա իջեցնեմ, որ այն ինչ որ կատարվել է Փաշինյան Նիկոլի Ջեդի Վենսի մեջ եւ Ալիևի ու Ջեդի Վենսի մեջ, դա դեռ չի նշանակում, որ դա կատարվել է Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների մեջ։ Մի շտապեք, շատ եք շտապում։ Սա ընդամենը եղել է Նիկոլի, Ալիևի եւ Ջեդի Վենսի մեջ։ Կամ ասենք թեկուզ տիկունքում կանգնած Թրամփ։ Սա չի եղել դե Ամերիկայի Միացյալ Նահանգների մեջ։ Որպեսզի այս պայմանավորվածությունները ինչ որ դեր ունենան եւ իրավական նշանակություն ունեն, կարեւորություն, պետք է հաստատվեն նախ Կոնգրեսի, Սենատի, ապա Հայաստանում ազգային ժողովի միջոցով։ Բայց ինչպես հասկանում եք, այդ ամեն ինչը արագ չի լինում եւ այս բեռն գնելու է նորընտիր ազգային ժողովի վրա։ Թե ինչ կլինի արդյունքում Ամերիկայի Միացյալ Նահանգներում այս պայմանավորվածությունները շատ կարևոր է, այս շատ կախված է Հայաստանում Սփյուռքի էներգություն։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում Սփյուռքի աշխատանքից։ Սփյուռքի մեր բոլոր կառույցները պետք է շատ լավ հասկանան, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները, չէ, կներեք,
Թրամփի եւ Ալիևի միջև այսօրվա կնքած համաձայնությունը սա երկու հրեշների մեջ կայացած համաձայնությունը երկու հրեշների մեջ որպեսզի առաջ չանցնեմ ես ուզում եմ ուղղակի հերթով գնալ փաստերով եւ այսպես միջև այս ամեն ինչի մասին մենք կանադառնանք հիշեցնեմ որ 92 թվականի փետրվարի 10-ին հակական զինվորները արժանացրեցին Աջափնյակը Մալիբեյդու գյուղը ու այդ ժամանակ Ամերիկայի Միացյալ Նահանգները ոչ մի առարկություն չուներ սա հետ կապված գիտեք ինչի չկար այդ ժամանակ Դոնալդ Թրամփ չկար այդ ժամանակ թուրքական պրոպագանդան իհարկե հրեական լոբինգի աջակցությամբ որ կարող էր հանկարծ կասեցնել այս ազգային ազատագրական պատերազմը իսկ մյուս կողմից այս պատերազմը հրահրել էր Ադրբեջանը եւ դժվար կլիներ այդ ժամանակ համոզել հայերին որ դուք պետքա չինքնապաշտպանվեք ու այն ժամանակ ամենակարևորը իշխանության ղեկին չկար Փաշինյան Նիկոլ կար Լևոն Տեր-Պետրոսյան որը չէր կարող ուղղակի չէր կարող այս տղաներին ասեր դուք ոչ մի բան մի արեք ինքը ամեն ինչ արեց որ չունենանք այն վերջնական արդյունքը որի արդյունքում էլ ընդհանրապես ադրբեջանական պետություն այս կարգի չէր կարող լինել եւ այս կարգի պահանջներ չէր ունենալ նկատմամբ ինքը ամեն ինչ արեց ճանաչեց իրենց տարածքային ամբողջությունը չկապիտուլացրեց եւ այլն բայց ոչ կանգնեցնել տղաներին որ իրանք չինքնապաշտպանվեին դա ինքը այդ ժամանակ ունակ չէր անելու չկար այն ժամանակ Facebook չկար ինտերնետ չկար սա ուղղակի հիշեցման համար հա իսկ հիմա գնանք J.D. Vance. This is for a very long time, I think, been an underappreciated but very, very, very important partnership and friendship for the United States of America. I think many Americans may not know that, for example, the Azerbaijanis were some of the last to leave in Afghanistan. They were very supportive in the global war on terrorism. They fought alongside United States Marines in Afghanistan and in fact earned a reputation as being some of the toughest and fiercest troops anywhere in the world. Եվ այսպես կոմպլիմենտել ադրբեջանական բանակին, որը աշխարհում ուժեղագույն բանակներից է եւ Ադրբեջանը մեծ մասնակցություն ունի գլոբալ տերորիզմի դեմ պայքարելու մեջ։ Սա ասում է Դոնալդի J.D. Vance-ը, հա, որոնց համար սուտ խոսելը ոնց որ մեկ բաժակ կոֆե կամ սուրճ խմելն է։ Եվ այսպես ինչ է նշանակում ադրբեջանական բանակ։ Փաստորեն այս J.D. Vance-ը արդարացնում է ռազմական հանցագործությունները, որը իրականացվել է Արցախում, եւ սիրական վարսկանների օգտագործում այս բանակի կողմից դա բնորոշվում է որպես պայքար միջազգային տերորիզմի դեմ։ Եվ մնացածը թողում եմ ձեզ։ Մնացածը թողում եմ ձեզ Աֆղանստանում ինչքան է մնացել, ոնց է մնացել, ինչ արել, էական չի։ Սա այն երկրի ներկայացուցիչն է, որի նախագահ Դոնալդ Թրամփն է, որ ասում է, որ սիրիացի վարսկաններին օգտագործել ռազմական հանցագործություններ իրականացնել, դա նշանակում ունենալ ուժեղ բանակ եւ պայքարել միջազգային տերորիզմի դեմ։ Շատերը հիմա, ինչպես ինձ գրում են, զարմացած թե ես արևմտամետս, ես միշտ Եվրոպա դեպի Ամերիկա նայողս մանավանդ Ամերիկայում այս պահին ապրողս, ոնց կարող եմ հակաամերիկյան եւ հակարևմտյան դիրքորոշում ունենալ։ Ես նորից եմ կրկնում այդ մարդկանց համար, ովքեր դեռ չեն հասկացել տարական տրիվիալ ճշմարտություն, որ նորից կրկնեմ, Թրամփը դա ամերիկան չի, եւ առավելևս ինքը արևմուտքը չի։ Ինքը պատահական հայտնված ֆիգուրա այս ամեն ինչի մեջ։ Հա, երբ որ սա կհաստատվի Սենատի, Կոնգրեսի մի խոսքով կդառնա փաստաթուղթ, այն ժամանակ կասեն, որ սա դարձավ լեգիտիմ փաստաթուղթ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ։ Քանի սրանք են, ու սրանք էլ օդի մեջ են որպես հանցագործներ, որոնք հանցագործությունը ներկայացնում են որպես պայքար հանցագործության դեմ, ես այն չեմ հավատում։ Ու պետք չի զարմանալ, որ ես կարող եմ այո ապրել Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ քննադատել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի վարքագիծը եւ իր տեղակալի, որովհետեւ իմ համար էական չի, ես որտեղ եմ ապրում, իմ համար կարևոր է իմ երկրի նկատմամբ ինչ է լինում։
հա, ես ռուսներին էի քննադատում, Պուտինին էի քննադատում, դա դրանից չէ, որ ես չէի ապրում Ռուսաստանում, հասկանում եք։ Այո, ես կարող եմ ապրել այստեղ ու քննադատել։ Ես ապրում եմ Հայաստանում, քննադատում եմ Հայաստանի իշխանությանը։ Եվ որովհետև իմ համար կարևորը ինչի ես որ դեռ եմ ապրում, այդ պահին ես բաղ կարող եմ իշտեղել ապրեմ։ Իմ համար կարևորը թե իմ ազգի նկատմամբ ով ինչ գործողություններ իրականացնում։ Սա J.D. Vance-ի գնահատականն էր Ալիևին, որը ուղղակի պայքարը տերորիզմի դեմ այսպես է պայքար, այսպես է պատկերացնում։ Եվ այսպես ինչ խոսք տվեց նա Ալիևին։ Ալիևին ես ուղղակի ուզում եմ դուք այս բանը նայեք, հենց Ալիևի շուրթերից լսեք ինչա խոսք տվել։ Мы также начинаем новую страницу в оборонном сотрудничестве, в оборонных закупках, а также в создании центров данных по искусственному интеллекту. У нас начато сотрудничество с американскими компаниями. Таким образом, визит вице-президента Венса в Азербайджан может считаться историческим. Он наш друг, наш гость. И с точки зрения смысла этих переговоров, и с точки зрения подписания хартии, его визит является очень важным. Я благодарю вас, господин президент. Ստրատեգիական համաձայնագիր են ստորագրել ռազմական եւ ամենակարևորը արհեստական բանականության զարգացման վերաբերյալ հիմնավոր այն որ Հայաստանում ասում են օ չիպեր են տալու մեզ ինչպես դրոնները հա դրոններ որ ոչ մի էական նշանակություն չունի Հայաստանը ունի թե չունի դրոնները որտեղ դա ընդամենը օդ են բարձանում եւ նկարում են վերևից ընդ որում խոցելի են որովհետեւ այնքան հին է դրան շարժիչները այնքան հինադան շարժիչները, որ շատ հեշտությամբ հայտնաբերվում են եւ խոցում են։ Իմ ջալոս նորից ասեմ, ես շատ կզարմանայի, եթե մի այնպես ունիվերսալ սուպեր բան տված անեն Հայաստանին։ Այսինքն ավելի ճիշտ հայկական բանակին, որի գեներալիտետը ուղիղ ծառայում է Ռուսաստանին։ Այսինքն նշանակում է Ամերիկայի Միացյալ Նահանգները իր տեխնոլոգիաները պետք է ուղիղ փոխանցեր Մոսկվային։ Այն պարագայում, որ նույնիսկ Ուկրաինային ռիսկ չեն անում տալ։ Եվ այսպես։ Բայց փոխարենը ռազմական համագործակցության պայմանագիր եւ ամենակարևորը արհեստական բանականության ոլորտում ունեն արդեն համաձայնություն այն զարգացնելու համար։ Դե թրիպի մասին եմ։ Չեմ խոսում ընդ որում Ալիևը շեշտեց, որ թրիպը կարող է իրականանալ բացառապես միայն Ամերիկայի Միացյալ Նահանգների, մասնավորապես Դոնալդ Թրամփի միջնորդության արդյունքում։ Եվ սենց է ստացվել ժողովուրդ ջան իբր քիչ էր Ռուսաստան, Ամերիկա, ներողություն, Ռուսաստան, Թուրքիան, Ադրբեջան, այս երագլուխ հրեշը մեր դեմ աշխատող, սանց է միացել է Դոնալդ Թրամփը, որի օրերը հաշված են։ Ես ասեմ, մինչև նոյեմբեր այս ամեն ինչը վերջանալու է։ J.D. Vance-ի կարիերան նույնպես։ Եվ J.D. Vance-ը ինչ որ խոսք է տվել Հայաստանին, Ադրբեջանին, հա։ Չասեմ։ Ինքը նույնիսկ ներողություն չի ասելու դրա համար, որովհետև նույնիսկ եմ կրկնում, սա համաձայնագիրը J.D. Vance-ի ու դրանց միջև, որ դեռևս վավերացված չի իրանց ամենաբարձրագույն ինստիտուտների կողմից, այնպես որ շատ մի ոգևորվել։ Հիմա ինչ պետք է անենք մենք, բայց շարունակենք J.D. Vance-ի մասին, հետո կխոսենք դրա մասին։ Հենց այս օրերին հերթական ինքնասպան ադրբեջանցին 44 օրյա պատերազմի մասնակից։ Իմ ելոց ես ասեմ ձեզ, այս ամեն ինչում տուժում է երկու ժողովուրդ, Ադրբեջանի ժողովուրդը նաև եւ Հայաստանի ժողովուրդը։ Շահումա, Փաշինյան Նիկոլը եւ Ալիևը։ Որովհետեւ Ադրբեջանի ժողովուրդը ստանում է հավերժ իր գլխին Ալիև, հավերժ իր գլխին։ Մենք Փաշինյան Նիկոլ, որին աջակցում է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Փաստորեն մենք ընտրությունների ժամանակ կռիվ ենք տալու Իսրայելի, Ռուսաստանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ առնվազն տեսակ այս ցուսակին, ասեն ավելացավ Ամերիկայի Միացյալ Նահանգները, ավելի ճիշտ J.D. Vance-ի աջակցությունը, որը նշանակում է հանգիստ Նիկոլ Փաշինյանը կարող է տանկել հանի փողոց, կրակի աչուզախ, ինչ ուզենա անի եւ
Բացի ցավակցական եւ զգուշացնող, հա, դատապարտողական հայտարարություններից Եվրոպայից այլ բան չեք լսի։ Իսկ ինչպես Դոնալդ Թրամփն է այս դեպքերում ասում, իր այսի վերաբերյալ, եթե պետության համար է դա արվել, նորմալ է։ Պետության աշխատողն է, չէ՞ սպանել այդ քաղաքացուն, նորմալ է, ինքը պետության պաշտպանության տակ է։ Վերջ։ Սա Դոնալդ Թրամփի իրականությունն է իր երկրի մեջ։ Պետք չեմ ասում ինչ կապ ունի։ Այդ մարդկանց սպանում են Գազայում, թե Հայաստանում։ Թքած ունենա, կարևորը բիզնեսն է եւ իր ծրագրերը, որ գնա առաջ։ Այսինքն նույնիսկ իրա չէ, այն ծրագրերը, որ դրել են իր դեմ։ Եվ այսպես սա շատ կարևոր է, որտեղ Reuters-ն է սրա մասին գրում նույնիսկ, հա։ Եվ այս հարցին ես ուզում եմ պատասխանեն բոլոր նրանք, որոնք ոգևորված են J.D. Vance-ով ընդհանրապես իր այցելության հետ կապված, որ այցելելով Ծիծեռնակաբերդ, ընդ որում մենակ առանց ուղեկցության, առանց հայկական կողմից որևէ մեկի ուղեկցության։ Ալիևը նույնիսկ արգելում է հայ պաշտոնյաներին մտնել Ծիծեռնակաբերդի տարածք։ Իսկ եւ J.D. Vance-ն է մտնում աշխարհի ամենահզոր, աշխարհի ամենահզոր երկրի փոխնախագահ, որ ասում են սենց այց պատմական է, պատմական, որովհետև աշխարհի ամենակարևոր մարդկանցից մեկն է գալի։ Այդ կարևոր մարդը իր փոստը իր այցելության մասին ցեղասպանության հուշարձան հանում է ուղղակի տպելուց հետո։ Այ վերջի վախկոտի նման ալմա, այս մասին գրում է Reuters-ը, որ գրել է ու անել է։ Հետո մի որոշ ժամանակ հետո արդեն խմբագրած իր աշխատակազմի կողմից ինչ որ մի բան է դնում առանց ցեղասպանություն բառը օգտագործել։ Սա ձեր ասած ամենադուխով տղու Դոնալդ Թրամփի տեղակալն է, որ ամենադուխով տղու անունից եկել է տարածաշրջանում հարցեր լուծի, որի վրա մատա թափ տալիս Ադրբեջանը։ Այո։ Դե խնդրեմ J.D. Vance-ով ուրախացողներ, սա պատասխանը երևի դուք պետք է տաք։ Իհարկե հիմա կարող եք դուք նաև տեսնել մեծ քաղաքականություն, դիվանագիտական լեքսիկոն, Անդորում ասեմ, Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահն է։ Այն Ամերիկայի Միացյալ Նահանգների, որ Բայդենի ժամանակ 4 տարի առաջ էր, չէ՞։ Ճանաչեց ցեղասպանությունը։ Այսօր սրանք նույնիսկ բառը չեն կարողանում օգտագործել։ Բառը վախեցած հանում են։ Դե հիմա գնացեք ասեք Բայդենը պեդոֆիլ էր, Բայդենը դեմոկրատ էր, Բայդենը այլասերված էր, Բայդենը գլոբալիստ էր, Թրամփը ուժեղ տղա, գլոբալիստների դեմ պայքարող, աշխարհում արդարություն բերող, քրիստոնյաների պահապան, աջակից։ Գնացեք շարունակեք ասեք այդ հեքիաթները, բայց ասեք նրանց, ովքեր ան ու բն չեն պատկերացնում, որ դրանք տարբեր բառերով, հա, չեն հասկանում դրանց տարբերությունը, որովհետև մի քիչ դրա տարբերությունը հասկացող մարդը նախ այս բանը չի պնդի, երկրորդն եթե դիմացինը դա հասկանում է, միանգամից դες կարա հակադարձի, ոնց թե դու եկել ես առաջի քրիստոնեական երկիր, որին ընդամենը 2.5 տարի առաջ, քո աչքի առաջ ցեղասպանել են, դու նույնիսկ դրա մասին չես ասում, ու այսօր գնում ես ցեղասպանական բանակին, ասում ես աշխարհի ուժեղ բանակներից մեկը եւ տերորիզմի դեմ պայքարող բանակ, հա։ Այս պատասխանը, սրա պատասխանը, այս իրան գովացողների վզին է, իմ չէ։ Սա մասին իհարկե հայկական մամուլներ է գրել, բայց ես հղում եմ անում Reuters-ի, հա։ Այո, սա էլ են տեսարանը ինքը մենակ, ինքնինը եւ Հայաստանից դելեգացիա չկա այդտեղ։ Ալիևն է արգելում, Ալիևը։ Տեսեք ինչ ասում Աննան։ ԱՄՆ փոխնախագահն իր վարքագծով եւս մեկ անգամ ապացուցեց, որ Հայաստանում հայկական իշխանություն ուղղակի գոյություն չունի։ Նիկոլա Բանդայի ներկայացուցիչներից եւ որևէ մեկը փոխնախագահ Վենսի հետ չմոտեցավ անմար կրակին գլուխ խոնարհելու սրբադասված զոհերի մեր նահատակների անմար հիշատակի առաջ։ Ակնհայտ է, որ թուրք Էրդողանը չէր կարող արգելել փոխնախագահ Վենսին այցելել հայոց ցեղասպանության հուշահամալիր, բայց ակնհայտ է, որ Էրդողանը կարող է արգելել Նիկոլին կամ այդ իշխանազավթներից որևէ մեկին գլուխ խոնարհել Ծիծեռնակաբերդում։
Իսկ կարող եմ իմանալ արգելի Աննա Մկրտչյան, ով է ձեզ արգելում, ոչ դուք հրաժարական տակ ձեր մանդատներին։ Մեր համար պարզ է, որ Էրդողանը չի կարա ասքելի այցը, բայց կարողանում են հասնել նրան, որ ինքը իր գրած ստատուսը հանում է, հա։ Նույնիսկ այնքան էլ միանշանակ չի, որ ինքը չի կարող արգելի։ Ասում է գնացել ես, այդ մասին մի գնի, չհասկացանք, ես ինչ բանը։ Բայց հիմա հարց ձեզ, բա ձեզ ով է արգելում տապալել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, հա։ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է առ այսօր ձեզ շնորհիվ։ Հիմա եթե Նիկոլ Փաշինյանը վարչապետ չլներ, այս DJ Vance-ը ում հետ էր հանդիպելու։ Փաշինյան Նիկոլի հետ որպես ինչ էր հանդիպելու։ Այնպես որ Փաշինյան Նիկոլի վարչապետ լինելը դա ձեր շնորհիվ է։ Նենց որ հաջորդ տեսանյութը որ գրելուց կլնեք, դա մասին էլ ասեք, ձեզ ով է արգելում, որ դուք մանդատները վայր դնեք եւ Փաշինյան Նիկոլին զրկեք վարչապետ լինելու այս հնարավորությունից եւ մեր երկիրը մեթոդաբար ծրագրված կործանման տանելու այս ծրագիր։ Գրեք խնդրում։ Փաստորեն Փաշինյանը միանգամից հարցազրույց է տվել եւ բոլորին հանգստացրել է, որ ժողովուրդ ջան, մեր պետականությունը առնվազն 90 տարի, 99 տարի ապահովված է։ Գիտեք ո՞նց։ Որովհետեւ թրիփը աշխատելու է, այ սա մեր պետականության համար է։ Բա մեր պետականության հաջորդ 99 տարվա հորմանավորը լինելու է Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Այսինքն մեր պետականության երաշխիքը դա Հայաստանի կառավարությունը չի, Հայաստանի բնակիչը չի, բանակը չի, դա Ամերիկայի Միացյալ Նահանգներն են։ Ուղղակի այս տխմադի մեկը չի կարող հարցնել, լսի։ Ասենք եթե լուծարվեց Հայաստանի Հանրապետությունը, ոնց որ դու ես պլանավորում։ Ճանապարհին ի՞նչ պետք է լինի դրանից։ Ինչո՞վ է տուժում այդ միջանցքը։ Հենց այդ միջանցքի գոյությունն ապացուցում, որ արդեն այդտեղ էլ Հայաստանի Հանրապետություն չկա, որովհետև եթե ադրբեջանցին անարգել, ինչպես Ալիևն է պնդել ու հասավ դրան, անարգել ու հասավ Ամերիկայի Միացյալ Նահանգների չէ, Դոնալդ Թրամփի շնորհիվ, անարգել կարող է մտնի ու դուրս գա։ Դրա ինքնիշխանությունը ո՞րն է։ Սա էլ է ասվում նրանց համար բացառապես, ովքեր A ու B-ի տարբերությունը չեն հասկանում։ Չգիտեն էլ որ դրանք տարբեր տառեր են, իրանց համար բոլորը նույնն է։ Չունեն, ուղեղ չունեն, ինտելեկտ չունեն այս մարդիկ։ Հակառակ դեպքում Նիկոլ Փաշինյան ոնց կլսեն։ Բայց ինքը հույս ունի, որ իրան լսող կա եւ իրանք հավատում են, որ այ երկրի պետականության ապահովումը կայում է մենակ նրան, երբ որ դու երկիրդ 99 տարով տարածքը տալիս ես ուրիշի։ Այ տարածքը տվեց ուրիշի, դու արդեն վստահ այդ 99 տարին պետականություն ես։ Սա դավաճանությունը որպես հաղթանակ ներկայացնելու բացառիկ ցինիկ օրինակ է։ Ինչ ասեմ։ Ոսո դու մարդուն սպանես, հետո ասես, գիտեք ինչ, ինքը պետք է մերներ, ինքը պետք է մերներ։ Այս էս մի տեսակ որոշակիություն կա։ Մոտավորապես տեսնում կա։ Կամ են դեպքը, որ ծնողներին սպանում է, բայց դատարանին խնդրում է, որ ներողամիտ լինեն, մեղմ վերաբերվել իրեն, որտեղ ինքը որբ է։ Այս կարգի լկտիություն։ Այս նույնիսկ եմ ասում, սա աշխատում է բացառապես ինտելեկտից զուրկ, արժանապատվությունից, կենսագրությունից, մտածելակերպից զուրկ թափոնի համար։ Trump, meanwhile, is threatening to block the opening of a bridge connecting Detroit and Canada, quote, until the United States is fully compensated for everything we have given them. Այն մարդը, որ երաշխավորելու է մարդը, երկիրը չէ, մեր երկրի գոյությունը 99 տարի, այ հենց հիմա սպառնում է իր 1000 տարվա հարևանին, որի հետ տնտեսական կապերն շատ ավելի խորը եւ փոխադարձ քան Հայաստանի հետ։ Հենց հիմա սպառնում է իր հարևանին, ու այս մարդու հետ 99 տարով, մարդ որ 9 ամիսից հետո իշխանություն կարա չունենա, 99 տարով, ինչ որ
երաշխիքներից են խոսում։ Թե դու ես լինելու 99 տարից հետո, Թրամփը որտեղ է լինելու 99 տարից հետո։ Բայց դե հիմարների համար սա կերակուր է, լսել են դեմն են ասում են կեր։ Ասում է մի մարդու մասին, որ ինչ նստել է իշխանության, բոլորին սպառնում է։ Բոլորը սահմանափակում։ Բոլորը պայմանավորվածություն է խզում, այսօր բարիշումա վաղը սանկցիաներ է կիրառում։ Եվ այս մարդը պետքա մեր մարդը երկիրը չէ, մարդը մեր ինքնիշխանությունը պետքա 99 տարով ապահովի։ Հա, իդեպ։ Ինձ այսօր գնում են նաև, ախր ինչի եք բանանում, մեկ նոր տեխնոլոգիաներ են տալի, մոդուլային ատոմակայաններ, լսեք, այ ընկերներ ջան, ես ուղղակի այդքան ժամանակ չունեմ այդ հատատ մեսիջներին պատասխանելու։ Մի քիչ էստեղ են ասում, էլ ձեր կարող եք մի քիչ մտածելով բանանել։ Հայաստանը տարածաշրջանում միակ երկիրն է, որ ատոմակայան ունի։ Գիտեք ինչ է նշանակում ատոմակայան։ Գիտեք ինչ է նշանակում այդ տեխնոլոգիաների տիրապետում։ Ձեր մտքով չի անցնում, ինչի Հայաստանում մենակ ատոմակայան ունի Հայաստանը։ Ինչի մյուս էներգիայի կարիք չունեի, ինչ չունեի։ Բայց ունի մենակ Հայաստանը, որովհետև դա տեխնոլոգիա է։ Դա մի ամբողջ ինստիտուտ է։ Ինստիտուտ ատոմակայան ունեցող երկրի համար ատոմային զենք ստեղծելը ընդամենը շաբաթների հարց է, որից զրկում են Հայաստանին։ Ատոմային էներգիա արտադրող երկիրը դա ուրիշ կատեգորիայի երկիր է իր մակարդակով, իր գիտության մակարդակով, դա մի ամբողջ ինստիտուտ է, որը մեզ ձեռքից զրկում են, վերցնում են, ոնց ասեմ ձեզ, ոնց որ ռոբոտ փոշեկոլ ունեք տանը, ձեր ձեռից վերցնեն ցախավելը տան, բայց վրեն գրածելի Hugo Boss, ու ասեն թրվռես ցախավելով եւ ուրախացի, քեզ Hugo Boss, բայց ցախավել են տվել, քո ձեռից վերցնում եք ռոբոտ փոշեկոլը։ Մոտապես այս կարգի տարբերությունն է, այդ մոդուլային տխմարությունը պրիմիտիվ եւ ատոմային էներգիա, որն ոնց կրկնում, միակն ենք մենք տարածաշրջանում, որ դա ունենք, ոչ Ադրբեջան ունի, ոչ Վրաստան ունի։ Ասում են ինչի՞ց ենք դեմ, մեզ նոր տեխնոլոգիաներ են տալի։ Կլինի այդ նոր տեխնոլոգիաները չտան։ Հա? Ավելի ուժեղ տեխնոլոգիաներ բան է, Ադրբեջանին են տալի։ Լսեք, ժողովուրդ ջան, մենք են բմբուլով հնդիկները չենք, որին փայփլուն կաֆե ցույց տան, ինք ուրախանալով իր երկիրը ծախի։ Կարող է, ես չեմ բացառում, մի մասը ժողովուրդը հենց բմբուլով հնդիկն է։ Իրան ցույց տուր կոնֆետի ծայրը, փայփլուն թուղթը, ինք արդեն չեն մտածում։ Մտածելու ունակությունն է կորցնում, ինք արդեն փայփլուն բան է տեսել։ Բայց ոչ բոլորն են այդպես։ Կներեք, ես չեմ կարողանում այդքան, ես ժամանակ չունեմ, ես ուղղակի մեկ հասնում եմ կարդամ, որովհետև ես էլ եմ անհարմար զգում, երբ որ տեսնում եմ ասեն սևացել է այս մեսիջները, եւ դրանց ում էլ չեմ պատասխանում, կներեք ժողովուրդ ջան, շատ են, ես չեմ կարող, բայց մեկ ոսից կարգի տեքստերը հանդիպում, ես գոնե այս ֆորմատով կարող եմ պատասխանել, չի կարելի ոչ մի պարագայում, Փաշինյան Նիկոլի ոչ մի արգումենտի, ոչ մի վերած փաստարկին հավատալ, եթե նույնիսկ ճիշտ էլ ասում, սուտ է ասում դա։ Չկա, եթե ճիշտ էլ ասում, ուրեմն դա մի բանի համար է ասում։ Էլ ոնց ասեմ։ Դա չի ստեղծվել, դա չեն նշանակել մեր գլխին, որ մեզ լավություն անի, մեզ օգուտ տա։ Դա նշանակված է մեթոդաբանորեն մեզ կործանելու, հայրենազրկելու համար։ Կամ դեռ մարդ որ չի հասկացել սա ով է։ Ուղղակի այս ամեն ինչով ավելի է բացահայտվում։ Ինչքան խորքային է սրա մշակած պլանները, ուր է տանում այս ամեն ինչը։ Դրաման ասում մնացել ենք մեկ մենակ։ Կռիվ պետք է տանք, բայց ինչ պետք է անենք։ Թող մնան նրանք, ովքեր պատրաստ են կռիվ տալու։ Հնարավորություն կա, իհարկե կա։ Հանձնվել պետք է, ով հանձնվի, թող թշնամից հանձնվի, ես ինչի պետք է հանձնվեմ։ Այս 92 թվականին այս տղեկի ինչ ունեին, ինչ աջակցություն ունեին, ոչ մի բան չունեին այս տղեկի 92 թվականին, հաց չունեին նույնիսկ ուտելու։ Ոչ մի աջակցություն, ոչ մի տեղից չկար։ Ամենասարսափելի տարին էր դա, եւ Հայաստանում, եւ Արցախում, եւ պատերազմում, ամենասարսափելի տարին էր։ Այս տղեկը հանձնվել է, չէ, լեգյուրել են արել, տարած հայջինիկ են ազատագրել է։ Հայջինիկ։ Նույնը մենք պետք է անենք։ Մեր հայրենիքը պետք է ազատագրենք։ Այ հենց մեր հայրենիքը ազատագրեցինք, եկեք կտեսնենք, որ աշխարհը
Աշխարհն ենք նաև դրանով ազատագրում։ Մի զարմացեք, կապակ չեմ անում։ Ու սրանք էլ հասկանալով իրենց ինչ է սպասվում։ Էլի դուրանք են մտցնում համացանցում հայոյան ատելության խոսք գրողների վրա։ Նոր նախագիծ է մշակում։ Ես հիշեցնեմ, սենց բան իրենք մշակել էին պատերազմից առաջ։ Հա։ 20 թվականին COVID-ի ժամանակ, որովհետև արդեն բոլորին պարզ էր ով է Փաշինյան Նիկոլը։ Հիշում եք հայոյանքի համար Փաշինյան Նիկոլին վերաբերելու համար բանը գործեր են անում։ Ին վրա էլ գործ կար այդ ժամանակ։ Սատուս գրելու իրան վիրավորելու հայերելու համար, հա։ Հիմա նույն բանն են անում, որտեղ գիտեն իրենց ինչ է սպասում առջևում։ Բայց սրանց պետք է ասեն, այ պրոստիտուտկեք։ Ձեզ չի օգնելու։ Չի օգնելու, հասկանում եք։ Այն մարդու մեջ որ կա ձեր հայոյելու այդ ցանկությունը եւ ամենակարևորը առիթը։ Դու առիթը ոչ պակասես, հասուն դուք ոչ թե առիթն եք պակասացնում, դուք մարդուն հնարավորությունից եք զրկում, մտածելով որ մարդուն հնարավորությունը զրկեցիք, դա վերանում, հա։ Մենակ այս նախագիծը ցույց է տալի մի բան, որ դուք գիտեք մարդիկ ձեզ ոնց են վերաբերվում։ Մենք սա մասին դեռ խոսալու ենք։ Ձեզ ոչինչ չի փրկելու։ Ոչ մի բան։ Հույս չունենաք ուղղակի։ Մգրաչ։ Սամարտնենք, միասին։ Լսենք։ 500 миллионов долларов от короля инаугурации. Потом отдал Трамп, шпион Арабских Эмиратов. Дональд Трамп получил 500 миллионов долларов от королевской семьи Арабских Эмиратов за 4 дня до своей инаугурации. Потом отдал им секретные AI-чипы. Вы даже не представляете, какую схему провернула семья Трампа. Էվը Հայաստանը մուրախանում է իրենց չիպեր են տալու։ Դուք գիտեք ինչքան Ադրբեջանում տվել։ Ու տալու։ Իրանք պայմանագիր էլ ունեն արհեստական բանականության զարգացման հետ։ Ադրբեջանի հետ։ Դրանք առաջ։ Wall Street Journal раскрыл, 16 января 2025 года Эрик Трамп тайно продал 49% их новой криптокомпании шейху из ОАЭ за $500 million. И знаете, что самое дикое? Из первых 250 миллионов аж 187 миллионов ушли прямо в карманы семьи Трампа. Еще Կնայեք ես չեմ թարգմանում, ուղղակի սա անգլերենն էլ կա։ Ես անգլերենն եմ քչել։ Major news right now, a massive corruption scheme has been exposed regarding family and a royal family from the United Arab Emirates. Here's what you need to know about right now. The Wall Street Journal has revealed that a secret deal was cut between the Trump family. Բիխոստով, ասենք ուսերին, որտեղ ավաններ կա։ Սա ընդհանրապես մեծ կառուցության սկանդալի մասին է խոսքը։ Կես միլիարդ փողաստացել Էմիրատներից ինագուրացիայից առաջ։ Հետո իր ֆիրմայի կեսը էլի կես միլիարդով վաճառել է Էմիրատներին։ Ու դրանից փողերը տեսեք 31 միլիոն ումա գնում։ Ստիվ Վիտկոֆը 31 миллион получил Стив Витков, личный посланник Трампа на Ближнем Востоке. Այն որ բոլորը տիպը բանակցում է Ռուսաստանի հետ, հիմնականում Ուկրաինայի հարցով։ А через несколько месяцев БАНС и США внезапно разрешают Арабским Эмиратам покупать самые секретные AI-чипы NVIDIA, которые... Ու դրան դիմաց են մեզորացում են NVIDIA-ի մասին։ Փողը վերցել է, այս մարդուն փող տուր, ինչ ես ուզում անի քո համար։ Այն որ մեր անկախությունը կապել են սրա խորքի հետ, փողը ոսրան տան։ Պատկերացրեք ինչ էր կարանի։ Ալիևը փող չունի, կես միլիարդ։ Ալիևը Նիկոլին քանի միլիարդ է առաջարկել։ Սերժիկին 5 միլիարդ, քանի միլիարդ է դրանից հետո տվել արդեն։ Թրամփին փողը տվել, ինչ հապետ ծախի։ Իրա երկրի ամենակարևոր գաղտնիքներն ասա ծախում։ Ամենակարևոր տեխնոլոգիաներն ասա ծախում։ Սրա համար ինչ կապ ունի, ինչա, սա մի մարդ է։ Սա մանկասպան, մանկակեր, մանկապիղծ, սա հրեշ է, սա համար ինչ սահմանափակումներ, որ մեր ազգի ապահովություններ կապում են սրա ցանկությունների հետ։
Ու սա ասում է չկա աշխարհի օրենք կամ մենակ իմ բարոյականության սահմանները։ Դե գնացեք այդ բարոյականության սահմանները գտեք, որտեղ է իրա։ Байден жестко блокировал из-за утечки в Китай. Эмираты получили доступ к 50 тысячам чипов в год и право строить гигантский AI-кампус. При Բայդենը որ արգելափակել էր, էսի փողի դիմաց տվել է։ Байдене это было бы невозможно по соображениям нацбезопасности. Որովհետև դա ազգային անվտանգության խնդիր էր անի համար, Ամերիկայի Միացյալ Նահանգների համար։ Սա փողի դիմաց տվել է, Հայաստանը ինչ է ոչ վաճառել։ Ո՞նց կարելի է այս կարգի մեկի խոսքին հավատալ։ Ո՞նց։ А Трампу можно, он все продал. Когда заместителя генпрокурора Тодда Бланша спросили об этом, он просто переключился на Байдена и сказал, что ничего не знает. Теперь представьте, если бы Байден Մի խոսքով։ Սա գիտեք ով է։ Սա աշխարհի ներողություն Ամերիկայի Միացյալ Նահանգների ամենաազդեցիկ միլիարդատերից է քաղաքական գործիչ, որը Նյու Համփշիրում ինքը մշտական քաղաքական բան է դոմինանտ է եղել ինքն է որոշել ով պետք է լինի կոնգրեսում, ով պետք է լինի սենատում, ով կարա լինի գուբերնատոր, ով ինչ, հեսա որոշել հիմնական ամենահալուց մարդն է։ Կորցնում է իր ազդեցությունը, գիտեք ինչի։ Ինքն էլ է այդ ցուցակում։ Էս էլ է երեխաություն խմող։ Եվ հանրապետականները սարսափած են, ով է իրանց համաձայնել հավաքելու դեր։ Ով փոխվում է այս նոր աշխարհակարգում, Թրամփեն կել չեն լինելու։ Թրամփից հետ կապված ոչ մի պեդաֆիլ, ոչ մի հրեշ, ոչ մի սատանիստ չի լինելու։ Փոխվում է նոր աշխարհակարգ կամ կլինի կամ կվերանա աշխարհը։ Կամ լոջում կամ ես ուղղակի չեմ պատկերացնում ու sense կարող է շարունակել։ Հնարավոր չի։ Որովհետև ես տեսնում տենդենսը ոնց են սրանք կորցնում ամեն ինչ։ Ամենակարևորը քաղաքական եւ ֆինանսական իրաց նծակները։ Ազդեցությունը, որովհետև մարդը անհատը, որի քվեից կախված են սրանք, ի ուրախություն մեզ, սրանց ազդեցությունը սանտից հրաժարվում է։ Ու հասկանում է դժվարությամբ, հա, բայց հասկանում է ովքեր են այսօր կառավարում ոչ միայն Ամերիկայի Միացյալ Նահանգները, այլև աշխարհը, եւ ովքեր են սրանց հետ ուրախ ձեռ սեղմում ու համագործակցում։ Եվ ովքեր են մերժում, մերժողներն են շահելու բանը։ Ու Հայաստանը դրանց մեջ չի։ Եվրոպան մերժում է, Հայաստանը չի մերժում։ Ռուսաստանը, Չինաստանը կողքից նայում են։ Հայաստանը չի մերժում, Հայաստանը գլխապատար մատելանդ է, որ գոնե գնդերից գոնե քաղաքական ապաստարանց ստանա, քաղաքական աջակցություն ստանա, սեփական երկիրը կարգալուծելու եւ վերարտադրվելու որպես իշխանություն այդ նպատակների համար։ Դուք եք վերանալու այս թրամպիզմի հետ։ Սայլս է։ Well, every time we think Donald Trump has hit bottom, he finds a trapdoor. Listen to what he just said about Ասում եմ, ամեն անգամ ես թվում է Թրամփը արդեն ասել ամենաներքևին, ինքը տակից դուր է գտնում։ ICE and the murder of American citizens. It's bad. I hate it. I hate even talking about it. 2 people out of tens of thousands, okay? And you get bad publicity. How dare we complain about 2 people dying when tens of thousands are not dying? You gotta breathe. Հասկացաք ինչ է ասում։ Ինչ եք սևերվել, որ եկում արդեն սպանել։ Չէ՞ որ 10,000 հոգի չեն սպանվել։ Դու չեք գնահատում, որ 10,000 հոգի կարող էին սպանել իր ագենտները։ Բայց չեն սպանել։ Ինչի՞ գիտեք կողքի վրա սևերվել։ Սա լսում է ամերիկացին, որի համար իր երկիրը, իր առաջնայունությունը, իր դոմինանտությունը աշխարհի վրա, իր դեմոկրատիան, որի համար միլիոնավոր մարդիկ են մահացել քաղաքացիական պատերազմի եւ անկախության համար բռնված պատերազմի համար։ Իրանց համար սա անպատկերացնելի կորուստն է եւ անպատկերացնելի փաստ, որ sense բան կարա լինի։ Հիմա իրանց ասում են, «Ալա ինչ եք խառնվել ներքո կողմը, որ տվինք սպանենք»։ Բայց ձեզ ոչ չենք սպանել։
Դրա համար էլ ուզում ես New Hampshire-ի մագնատ եղի, ուզում ես Elon Musk եղի, ուզում ես Bill Gates եղի, կամ Woody Allen, քեզ sense վերցնում է այս հասարակությունը։ Այս հասարակությունը ամերիկյան sense վերցնում է ու մտցնում է կեղտաջրի մեջ։ Սրանք ոչ մի շանս չունեն նոյեմբերին վերարտադրվելու։ Ու սրանք փոխանակ մի աշխատեն մի բան փոխել, ավելի են խորացում, դա համար ասում, հենց կմտածեք սա ամենաներքևն է, Թրամփն դեռ այն անպայման ձևը կգտնի։ Որովհետև իրանք պետք է արդարանան, չէ՞։ Պետք է արդարանան, չէ՞, ինչ են արել։ Սենց է ձևը, չէ՞։ Ներվում է երկուսի համար, 10,000-ին ողջ են, չէ՞։ Break a few eggs to make an omelet, right? If they're American citizen eggs who did nothing wrong, well, come on, give me credit for all the eggs I don't break, right? Seriously. Silas? It's that simple. Why do you think he is working so hard not to get them released for so many months? What do you think the real reason is? These files implicate billionaires and friends of him, of his, and of political donors that he's trying to protect. And Epstein also had close ties to our own intelligence agencies and Israel's intelligence agencies. That's why there's so much effort in trying to stop this. And I do believe they'll try to stop it somewhere else. And that's going to backfire on them too. So the president. Pars ասում է, որ այս ամբողջ process-ը կապված է ուղիղ Իսրայելի հետախուզության եւ Ամերիկայի հետախուզության հետ։ Եվ հրեական լոբինգը ամեն ինչ անում է կասեցնելու համար, հրեական լոբինգը։ Ազդեցիկ դեմքերը, BlackRock-ի ազդեցիկ դեմքերն են դրանք։ Մի խոսքով են ֆինանսական գիգանտներն են, աշխարհի ֆինանսական հրեշները, Rothschild-ներից սկսած։ Պարզա բոլորի համար, ոչ մեկի համար էլ գաղտնիք չկա, նպատակների մեջ գաղտնիք չկա, մեթոդաբանության մեջ գաղտնիք չկա, այն ինչ թվում է անհնար հեքիաթներ, իրանք տեսան, ու սա ռեալ է։ Ռեալ, եւ ոչ միայն տեսան, կարդացին, սա ամենասարսափելին է, որ իրանք կարդում են սա։ Իսկ հիմա ձայնագրությունը լսեք ինչ է ասում Էփշտեյնը Թրամփի մասին, որի հետ հույսեր են կապում Հայաստանում։ He is able to convince people. So he tells everybody what they want to hear. So how do you know this? Ասում է, ինքը հմայիչ է եւ կարողանում է մարդկանց հրապուրի, որովհետեւ ասում է բոլորին, այն ինչ որ իրանք ուզում են լսել իրենից։ He has a sense of humor. He can be funny. He's right. His ability to sell. It's very much like Clinton. Both Bill and Donald have the ability to go over to a fat, ugly woman. So you are the most beautiful thing I've ever seen. So you probably never had a scalp reduction. Because he had the same male pattern model that we all have. He's not even a horrible human being. He has nasty things to his best friend's wife. Միևնույն ժամանակ ասում է, սա ամենասոսկալի մարդն է, որ կարող է նույնիսկ իր ընկերների եւ իր ընկերների կանանց նկատմամբ անի բաներ, ոչ մեկ չի կարող պատկերացնել։ Սա ասում է աշխարհի հրեշներից մեկը։ Էփշտեյնը համարում է Դոնալդ Թրամփին այնքան ամառալու հրեշ, որ ասում է ինքը լինելով բան, հա, լավ սելզմեն, վաճառող ամեն ինչի, Քլինտոնի նման, հա, որ կարողանում է բոլորին դուրս գա, բայց ինքը ամենասարսափելի վտանգավոր մարդկանցից է, որ ինքը ամեն ինչ կարող է պատրաստ անել իրենց ընկերների նկատմամբ, իր ընկերների եւ ընկերների կանանց նկատմամբ, այսինքն ոչ մի սահմանափակում չունի։ Բարևներս Փաշինյան Նիկոլին ու բոլոր նրանց, ովքեր հույսեր են կապում Թրամփի ադմինիստրացիայի հետ։ Դա համար եմ ասում, Թրամփը ամերիկան չի, պատահական Ամերիկայի նախագահը։ Այսօր շատ կարճ ժամանակով ես վստահ եմ, որ Ամերիկան կարա մեջ ուղղի։ Վստահ եմ։ Սանայք։ And what's happened at the end of the party? My dad kills babies and he eats the meat.
Այս երեխան պատմում է, ասում է ձեր պարտիներից կպատմեք, սա հին ձայնագրություն է։ Ասում է իմ հայրը այդ պարտիների ժամանակ սպանում էր երեխեքին ու միսն էր ուտում։ Ու իրան այդ միջոցառումները դուրս չեն եկել, ասում է։ Որովհետև ինքը դիսկոմֆորտ է զգացել այդ ժամանակ այս երեխեն։ Սրանք պատահական ցուցմունքներ չեն եւ եզակի ցուցմունքներ չեն, սրանք massայական բնույթ են կրել, massայական ու FBI-ը բարձել է, որ 18 թվականին 330 գալոն, դա մոտավորապես գիտեք քանի շա գալիս։ Դա գալիս է մոտավորապես 1 տոննա 400 լիտր։ Սերնի կիսլատա։ Այդքան է պատվիրել, այդքան կիսլատա է պատվիրել 1 տոննա կիսլատա իր կղզի։ Էդի հենց այն օրը, երբ որ գործը հարուցվել իր վրա։ Կիսլատան գիտեք ինչի համար է։ Հա? Այո, հետքեր մաքրելու համար։ Որովհետև այդքան դիակների ոսկորները մի բան պետք է արվեր։ Դա ոչ միտեղ թաղել հնարավոր չէ։ Այ կագեբեշնիկները գիտեն ինչի համար է կիսլատան։ Իրաց ցիշիկները գիտեն դա ոնց են օգտագործում։ Երբ որ մարդուց ոչ մի հետք չի մնում։ Այո։ Սրանք այլևս կոնսպիրացիա չի, սրանք այլևս ֆանտաստիկայի ժանրից չի, սրանք իրականություն է, որից ցնցված է ամբողջ մարդկությունը, ուղղակի տարբեր ռեգիոններում տարբեր ձև են ռեակցիա տալիս։ Հիմա ամբողջ լսումների ժամանակ, սենատի լսումների ժամանակ, այդ ամերիկյան այսօրվա պաշտոնակատարներին ուղղակի չեմ ուզում այդ բոլոր ձայնագրությունները դնել, ես նայում եմ դատախազին, FBI-ի տնօրենին, դոշերից բռնած պատերին են խփում, ասում են ուր են ձերբակալվածները, ուր են իրական անունները, ինչի եք թաքցրել մարդկանցից, մի տարի դուք ինչ էիք անում, բարձրապես մի տարի իրանք 3 միլիոն էջ դրել անուն են ջնջել, որ այդ անունները չերևա, որովհետև ասում է այդ անուններն երևա, մեր համակարգը կփլվի, իսկ Եվրոպայում ֆուլ հետազոտություններ է գնում, քրեական գործեր, որովհետև բրիտանական նախկին պրեմիեր մինիստրներ ասել, երեխաներ բռնաբարել ու սպանել իր բանի վրա, յախտայի վրա, սա, գիտեք ինչքան, ինչ դեպքեր են պատմում, բացահայտում, մինչև 450 հոգի, կասկածված, որ մինչև 450 հոգու հետ է եղել, բայց ապացուցվել է 214-ի նկատմամբ, սա, այս կլանը աշխարհն է ղեկավարելու, ղեկավարում է այսօր, հիմա սենց դրած քանդում են, բանը, Չարլզի աղբեր Էնդրյուի վրա, անենց բաներ է գալիս, անենց փաստեր է գալիս, որ ես չգիտեմ դա ուր պետք է փախնի Բրիտանիայից, ոնց է դա ապրելու, ոնց է դա շարունակելու, ոնց է դրա ընտանիքը շարունակելու դրան վերաբերվի։ Սա է լսենք ու այս թեման սանով ավարտենք, սա հոգեբան է, որ աշխատել է երկար տարիներ հենց հանիբալիզմով տառապող մարդկանց հետ։ Thing is jerky. Jerky is mentioned 289 times. Առաջ միջև սրանց բացահայտվել է Pizzagate-ի բանով, երբ որ Վաշինգտոնում բացահայտել էին այդ պիցերիանոցը, հա, որտեղ հոտ դոգ էին ծախսում, դա պայմանական է, հոտ դոգն ու պիցա։ Դրանք երեխեքին մսից է սարքացել։ Փոխել են բացահայտվելուց հետո տերմինոլոգիան նամակների մեջ, սկսել են կոչել դրանք jerky։ Մարդու միսը։ This is not just beef, guys, and these are not casual mentions. The emails talk about recipes, storage methods. Ու այդ email-ների մեջ ռեցեպտեր են քննարկել, դրա պահեստավորված ձևերն են քննարկել, ու պատկերացնում եք ինչքան է եղել դրանց մատակարարելով երեխեքի քանակը իրենց ռիտուալների համար։
Սրան գաղտնիք չի, սա երրում է աշխարհը սրան։ Բարեմներս Փաշինյան Նիկոլին ու բոլոր նրանց, ովքեր սրանց հետ հույսեր են կապում, սրանց իշխանության հետ։ Դուք էլ չեք պատկերացնում, դուք ինչի մեջ եք մտնում։ Այսինքն ես չեմ զարմանում, որ դուք սա մեջ եք մտնում, սրանցից չլեք դուք ոնց կմտնեիք այս ամեն ինչի մեջ։ Taking the jerky to the lab. Epstein needing a break from eating so much jerky and going back to normal food. I know everyone thinks that Pizzagate is a conspiracy from 10 years ago, but that is when these emails are from. Around 2012, they decided to change the term pizza to jerky because people were realizing. Որտեղ 12 թվին բացահայտվեց, որ պիցա անվանակ սրանք ինչի նկատեն, 12 թվից փոխել են ջերկենդը։ Պատկերացնում եք, ինչ քանի տարիներ է եղել այս ամեն ինչ։ Ինչքան ֆիլմեր է նկարահանվել դրա առումով, մենք մտածել ենք ֆանտաստիկա է, վախենալու ուժս ֆիլմերն է, հա։ Սա իրականություն է եղել։ Այսօր դրանք առայժմ կան իրենց ոչ մի բան չի եղել դեռ։ Ոչ մի բան։ Նա վերադառնանք Հայաստան, շատ կարևոր է։ Լսենք։ Քան տան турքին էլի չի կշտանալու, ավելի վատ։ Բա հարցի լուծում ինչպես եք տեսնում։ Իշխանափոխություն։ Այդպես եմ տեսնում։ Իսկ ինչ է կարծում, հանրությունը դա ուզում է։ Ուզում են, ինչի՞ չէ։ Գրագետ մասան ուզում է։ Անգրագետները չէ։ Տիկին է գալիս է ապացուցելու, այն իմ ասածը, որ այն մասան, որ ալբոմ տարբերում է իրանից, հասկանում եմ, նրանք նույն տարրերը չեն։ Ինքը ուզում է։ Ինքը ուզում է այդ իշխանափոխությունը, ինքը ուզում է այդ փոփոխությունը, ինքը չի կարող հանդուրժել Փաշինյան Նիկոլ։ Իսկ անգրագետ մասան, ոչ, ասեմ, ստոր մասան, ոչ միայն չի ուզում, ինքը քարոզում է Փաշինյան Նիկոլ։ Դա ստոր մասան։ Անգրագետ մասային կարողանում է համոզել տանել այդ ուղղությամբ։ Հիմա արժևում ընտրությունները։ Միջև ընտրություններ ունենք փաստորեն ինչքան։ Հեսա փետրվարն էլ հեսա վերջացավ, մարտ, ապրիլ, մայիս 3 ամս մնացել է։ Այսինքն սենց ասենք Հայաստանի պետականության ճակատագրի մնացել է 3 ամիս, ու սրանք չափազանցություններ չեն։ Սա չափազանցություն չի։ Մի ամսից ներկայացնելու են մեզ ապագա իրենց պատկերացած սահմանադրություն, որտեղ լինելու է Հայաստանի մահախոսականը, կոպիտ եմ ասում։ Ու Հայաստանի քաղաքացին, այ մարդը պետք է գնա քվետա սրանց Հայաստանը սպանելու, այսինքն այն ինչ որ Էփշտեյնն կարել են, Թրամփն կարել են երեխեքի հետ, հայ քվեարկողը պետք է գնա տա իր քվեն Հայաստանը այդ վիճակին գցելու համար։ Հիմա կտեսնենք այդ անգրագետ մասանա շատ թե գրագետ մասը։ Իմ կարծիքով գրագետ մասան շատ է, ուղղակի ամեն ինչ կախված է նրանից, թե գրագետ մասան կգնա ընտրատարածք, թե չի գնա ընտրատարածք։ Որովհետև եթե չգնա, այն պիղծերի մի տոկոսը դառնում է 2%, հասկանում եք։ 10%-ը դառնում է 20, 15-ը դառնում է 30։ Դրանից չի, որ յանք շատ են, դրանից է, որ կիրթ մասան չի գնում ընտրությունների։ Դե հիմա, եթե մարդ չի ուզում իր ճակատագրի մեջ մասնակցություն ունենա, դե ինչ կարաս ասես, այդ դեպքում մասնակցություն ունենան նրանք, ովքեր ուզում են, եւ այդ մարդկանց ճակատագրին էլ կորոշվի ըստ նրա, ինչ որ իրենք են ուզում։ Այդ դեպքում բողոքելու առիթ եւ պատճառ ոչ մեկ պետք է չունենա։ Դա իր ընտրությունն է։ Իսկ հիմա ուզում եմ սա նայեք միան։ Սա 37 թիվն է։ Միտների կազմակերպած միջոցառումը, որոնք ասում են մինչև 20 միլիոն մարդ է մասնակցել այդ միջոցառմանը։ Հələ նայեք դուք քանակը, ուղիղ գիծը, պաթոսը, մասշտաբները։ Ու հետաքրքիր է գիտեք որն էր։ Ոստանից ընդամենը 8 տարի հետո այս մասնակցից ոչ մեկ չի մնալ Հիտլերի կողքին։ Կմնային միայն գաղափարապես այն մարդիկ, ովքեր կհամարեին, որ ամեն դեպքում Հիտլերը ճիշտ էր։
ճիշտ է նրանում ոչ թե պատերազմներ իրականացնում, այլ ճիշտ է նրանում, որ հрьяաներ էր կոտորում համակարգած։ Այսինքն ինչքան որ հնարավոր է իրա։ Դե ով թողեցին, չէ՞։ Սիոնիստները հետ պայմանավորվել էին, մի մասին թողեցին գնա, ովքեր չգնացին, դուրս չեկան, ասին սպանեք, սպանեք, որ վախից դուրս գան, որ մտածեն, որ պետականություն ունենալը կարևոր է, այ եթե դու չես կարևորում, քեզ կցեղասպանեն, այ հիմա մոտավորապես մեր վիճակն է, եթե մենք չենք կարողանում կարևորել պետականություն ունենալը, որտեղ հայ մարդը պաշտպանված կլինի, նշանակում է մենք արտոնում ենք հերթական ցեղասպանությունը մեր վրա։ Սա ուղղակի ուրիշ ձևով իրականացեցին սիոնիստները Հիտլերի ձեռքով։ Ամեն դեպքում 20 միլիոն մարդ Հիտլերը աջակցեցին դեր։ 8 տարի հետո Ատենց է լինում, երբ որ մեկը վերցնում է ու համարում է իրան Աստված կամ կիսա Աստված ու որոշում է այսուհետ ինքն է որոշող ժողովուրդների ճակատագիրը, մարդկանց ճակատագիրը ու միշտ այսպես պետք է լինի իր համար։ Այսօր Դոնալդ Թրամփ չէ, Հիտլեր չէ, Փաշինյան Նիկոլ չէ, Էրդողան, Ալիև, ով ուզում եք եղեք։ Պատմության մեջ դեռ չի մնացել մեկը ձեր նման, որ կարողանա իր երազած ավարտ ունենա իր կյանքի, որ իր ուզած գծած ծրագրով իրականա ամեն ինչ։ Չի եղել։ Որովհետև միշտ ինչու մի բան եկե խանգարել է, էլի։ Միշտ միտեղ մի ժողովուրդ արթնացել է, էլի։ Միշտ եկել է մի բան օգնության, էլի։ Բայց դա պարապտեղը չի լինում։ Սա չի նշանակում մենք պարապ նստենք, սպասենք, թե երբ այդ օգնությունը գալու։ Այդ օգնությունը մենք ինքներս մեր ձեռով պետք է ստեղծենք ու պարտադրենք։ Ես դրա կողմնակիցն եմ։ Իսկ վերջում ուզում եմ սա լսենք իրար հետ։ Դուք պետք է հավատաք ապագային, որը հիմնված է ձեր անցյալի վրա, եւ դա ողջ մնալու կամքն է։ Հայ ազգն ամենամռայլ ժամանակներում էլ ապրելու կամք է ցուցաբերել։ Հայ ազգը հավատարիմ է մնացել իր հավատքին։ Հայերն անգամ մահվան սպառնալիքի տակ չհրաժարվեցին իրենց հավատքից ու չդարձան մուսուլման։ Մի պահ պարզապես մտածեք այդ մասին։ Ինչու նրանք պարզապես մուսուլման չդարձան։ Դուք պետք է հավատաք ապագային, որը հիմնված է ձեր անցյալի վրա, եւ դա ողջ մնալու կամքն է։ Այստեղ ուզում եմ կանգնեցնել։ Դա մենակ ողջ մնալու կամքը չի։ Ոչ։ Դա մարդ մնալու կամքն է։ Որտեղ կարա ողջ մնա, բայց անասունի կարգավիճակով։ Նա կարող է նույնիսկ կրոնափոխ չլինի, բայց ողջ մնա, բայց ոչ մարդու կարգավիճակով։ Մեր համար պետք է այլ բանացել։ Մնալ մարդ, որպեսզի հաղթել։ Ողջ մնալով, չէ, ողջ մնալը հաղթանակ չի, մարդ մնալն է հաղթանակ։ Այսինքն մնալ արժեքներին հավատարիմ, որպեսզի դու չկարողանաս ձուլվես այս այլասերվածների մանկասպանների հոտին։ Ասում մենք չենք կարող։ Մենք չենք կարող ու մեր դեմ դրված է այդ խնդիրը։ Հասկանում եք, այդ մանկասպանները ում ձեռով են այս ամեն ինչը իրականացնում։ Ամենակեղտոտ ցեղերի։ Ոնց որ ասենք ցեղասպանություն իրականացրեցին թուրքերն էլ քրդերի ձեռքով, որովհետև այդ ժամանակ քրդերն էին ամենացածր խավը դրանց մեջ։ Հիմա նույն ձևի էլի ցեղասպանությունը իրականացում են էլի նույն ցեղերի ամենաանորակ ցեղերի ձեռքերով։ Դա ման եմ ասում։ Այ երբ որ մենք հասկանանք, որ մեր մարդկային արժեքների շուրջ մնալն է մեզ պահելու, ամենաուժեղ պաշտպանն է դա։ Ամենասենց անխոցելի վահանն է արժեքային համակարգը։ Դա ազգի իմունիտետն է։ Իմունիտետը, ոչ ողնաշարը, որի շուրջ հավաքվում է եւ ձուլվում է, կազմակերպվում է ազգնուպետությունը։ Դա արժեքային համակարգն է։ Եթե մենք դա կարողացանք պահենք, այն ժամանակ մենք ապագա ունենք։ Թե չէ ողջ մնալը շատ տրիվիալ է։ Այո, մենք չենք ուզում մահմեդական դառնանք։ Բայց դա չի նշանակում, որ մահմեդականները վատ մարդիկ են կամ սխալ ձևակերպում։ Ես մահմեդականին չեմ դեմ, մեզ սեփական տեսակից զրկելուն եմ դեմ։
Եթե մարդը ինքնուրույն է ընտրում այլ կրոն, դա իր ընտրությունն է։ Բայց մեզ դա չեն առաջարկում, մեզ զրկում են մեր ինքնությունից։ Այսա դեմը պետք է գտա։ Ու դա ընդհանրապես ողջ մնալով չի։ Դա մարդ հայ մնալով։ Դե ինչքանով մենք ուժեղ ենք Կերևան ընթացքում։ Ես միշտ ասել եմ, որ բարակա թող ընդդեմ կդնի։ Այսօրվա համար այսքան։ Շա մնացեք։